Չէի սպասում, որ Բետին ինձ ծաղիկներ կուղարկի, հետ էլ քիչ չի բարեմաղթանքներ կգրի։ Իրականում ես ու Բետին բաժանվելուց իրարից ներողություն խնդրեցինք ու ամեն ինչ պարզեցինք, ու ես իրան շատ շնորհակալ եմ այս քայլի համար։ Հուսով եմ այնտեղ երջանիկ է։ Իսկ ես վստահ եմ, որ երջանիկ է, որովհետև գնալուց շատ թեթևացած էր ու աչքերը փայլում էին։ Անկեղծ այնքան ուրախ եմ չես պատկերացնի, ոնց որ ուսերիցս շատ մեծ բեռանկած լինի։ Իմ ուսերից էլ մեծ բեռ ընկավ այս քայլից հետո։ Հա, ոնց է անցնում, ձեր սրտով ամեն ինչ։ Շատ լավ անցնում։ Դե ոնց ասեց աղբերս, չգիտես, հարսանիքը հարսի համար է, հարսի կոշիկ, հարսի պար, հարսի բուկետ, ամեն ինչը հարսի համար է։ Բայց դու ինչ նախանձն ես։ Նախանձը դու ես, սուտ եմ ասում։ Քիչ-քիչ իրական դեմքդ բացահայտվում է, Հենրի։ Լավ է, ուշքան երբեք։ Դե լավ մի կռվեք, կռվելու համար ամբողջ կյանքը դեմները տա։ Մի հատ ինձ ասեք տեսնեմ, խոստումների պահը երբ ենք անել։ Մի հատ ամուսնուցս հարցրեք տեսեք արդյոք ինքը իր խոստումը գրել է, թե չէ։ Մի հատ խնդրեմ կնոջս կհարցնեք, հո շատ չզարմացավ։ Անգելինա ջան, ոնց երևում է Հենրին շատ պատասխանատու տղա է։ Պարզա, շատ կտրուկ կոալիցիա կազմեցիք։ Բա տղեն տղուն միշտ թև ու թիկունք է լինում։ Լավ, գնամ, քանի ձեր նորաստեղծ ընտանիքում կռիվ չեմ գցել։ Ոչինչ, Հենրի տղա, ես քեզ տանը կասեմ։ Շատ եմ երազել ես նախադասությունը լսել։ Ասա հետոն լավ լինի։ Դու արխային կլինի։ Լավ, կտեսնենք։ Կտեսնեք։ Եղավ։ Հա, եղավ։ Շատ լավ։ Ավելի քան լավ։ Սոված չես։ Բա այդ հարցա։ Հեսա սովից ուշքս կգնա։ Դե գնացինք էսթետիկ ձևով սեղանը հնձելու։ Դու ինչ ես անհանգիստ Մերի, ինչ եղավ քեզ։ Չգիտեմ, արի գնանք, հա։ Նոր դու էիր ուզում մնայինք, ինչ փոխվեց։ Հա, ասում էի, բայց զգում եմ, որ ամեն բաժակից հետո դեպի քեզ հայացքներ են։ Դրա համար ավելի լավ է գնանք։ Ինձ ոչ մեկի հայացքը չի հետաքրքրում։ Արամ, կարևորը եկանք, շնորհավորեցինք, ավելի լավ է առանց միջադեպերի գնանք։ Ոչ մի միջադեպ էլ չի լինի։ Ես քո մասով վստահ եմ, բայց ուրիշների մասով այդքան էլ չեմ։ Եթե պիտի անհանգիստ նստեմ, ավելի լավ չի գնանք։ Հավատա, հիմա գնալու ամենաճիշտ ժամանակն է։ Գնացինք։ Մերին ու Արամը ոնց որ ուզում են գնան, հա։ Երևի իրանց համար անհետաքրքիր է։ Լավ մոտենում են, Հենրի, ավելորդ բառեր չասես։ Ես երբեք ավելորդ բաներ չեմ ասում, ինչ ասում եմ, տեղին եմ ասում։ Եվս մեկ անգամ շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Ձեզ լիքը սեր ու երջանկություն։ Գնայք, բայց այսօր մենք մի քիչ ուր պետք է դուրս գանք։ Մենակ չասես, որ գնում եք։ Հա, արդեն դուրս գանք։ Տորթը պիտի կտրենք, մեր ուր եք գնում։ Իրականում ամեն ինչ շատ լավ է անցնում, բայց ինձ մի քիչ վատ եմ զգում, դրա համար ավելի լավ է գնամ տուն։ Արդեն ստիպում է, որ առիթներից շուտ տուն գնաս։ Բա։ Գիտես, չէ ինչքան ուրախ եմ ձեր համար։ Ոնց չգիտեմ։ Իրականում քիչ-քիչ ալկոհոլի դոզան շատանում է, դրա համար ուզում եմ շուտ տանեմ տուն Արամին։ Հասկանում եմ։ Չեմ նեղանում, հանգիստ գնացեք, կարևորը դու լավ լինես։ Շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Դե գնացի։ Դե մենք գնացինք։ Հաջողություն ձեզ լավ ժամանց։ Շնորհակալ եմ։
Իս մերին հղիա։ Պահ, այդ մի բանից այդ էր մնացել, թարմ նորություններ, այո։ Բա չի իմանամ։ Մալադեց արամ։ Ոնց ես արդեն գնում եք։ Շնորհակալ էինք հրավերի համար։ Հաջողություն։ Ստեսություն։ Բայց գոնե մնայիք տարոսիկ կվերցնեիք։ Պապայի համար։ Գիտես տղետ է ամուսնանում։ Երբ որ ես էի ամուսնանում, պապաս ամենավերևի կետից թքածում էր բոլորի վրա։ Ու անկեղծ ուրախանում էր իմ համար։ Էդ իրան լրիվ հերիք էր։ Իսկ հիմա հաջողություն։ Միքայելը ուր է։ Չգիտեմ։ Ոնց որ են երեխեքից լինի, որ մի քանի վայրկյան աչքից չի երևում կամ լուռա, ուրեմն հաստատ մի բան արել է։ Չեմ զարմանա, եթե այսօր էլ մի բան անի։ Այս ոնց որ այդ կողմերից Միքայելի անունը լսվավ, հա։ Հա, պապ։ Դե մոռացեք այդ անունը։ Ուր է եղա։ Մաքուրոտ էի շնչում։ Հա։ Հա։ Այդ տված այդ մեքենայի բանտիկն էի ուղում, որ չծռվի։ Ես հավես չունեմ, հա։ Շատ լուրջ ես ընդունել խաղերդ։ Նա իմ անգամից օլին չանես, տարվես։ Առաջարկում եմ դադար վիճակ չլինի, եւ քանի որ բոլորդ վայելեցիք հրաշք այգի ռեստորանային համալիրի ամենահամեղ ուտելիքները, ես առաջարկում եմ հիմա լսենք Հարսիկին եւ Փեսային։ Հետևաբար Հենրի եւ Անգելինա ձեզ հրավիրում ենք պարահրապարակ կենտրոն, իսկ Հարսիկն ու Փեսան կգան միայն բարձր ծափերի ներքո։ Մենք բոլորս կյանքում տալիս ենք շատ խոստումներ եւ փորձում ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին։ Եվ այսօր Հենրին եւ Անգելինան գտնվել են այնքան խիզախ, որ իրենց խոստումները կտան հենց այսօր, հենց ձեր առջև։ Ես եմ սկսում, թե դու։ Չգիտեմ։ Լավ, այդ դժվար պարտականությունը ես իմ վրա կվերցնեմ։ Լավ, մի հատ դու կկարդաս, մի հատ ես։ Դե ուրեմն գնացինք։ Խոստանում եմ լինել։ Եթե անգամ թվում է, որ բացակայությունն է բուժելու։ Ինձ մենակ քո ներկայությունն է պետք անգել։ Ես տանել չեմ կարողանում այն իրականությունը, որտեղ համ ես, համ դու բացակա ենք։ Խոստանում եմ սիրել։ Այնքան սիրել, որ թվա թե ժամանակի ու տարածության մեջ չենք տեղավորվում։ Խոստանում եմ խոստովանել, եթե սխալվել եմ, չամաչել սխալվելուց ու միշտ ոչ թե հեռանալ, այլ մոտդ գալ, որ օգնես։ Խոստանում եմ լսել։ Խոստանում եմ լսել ամեն բառդ։ Խոստանում եմ լսել լացդ, եթե անգամ դա թաքնված լինի ժպիտից տակ։
Խոստանում եմ լսել գոռոցդ։ Եթե անգամ թաքնված լինես սրտումդ ու մտքումդ։ Խոստանում եմ աղոթել շատ ու անդադար։ Ես Տիրոջից քեզ եմ ստացել ու պիտի ամեն օր աղոթեմ, որ ինձնից շուտ քեզ իր մոտ չտանի, որ միասին ծաղկենք ու արևը բոլոր դիրքերից ինձ ու քեզ հավասար լույս տա։ Եթե չէ, ուրեմն իմ բաժին լույսը ես քեզ եմ տալիս։ Խոստանում եմ քեզ սիրել ոչ թե քո պատճառով, այլ հանուն քեզ։ Քեզնից հեռու ու քեզ մոտ, փնտրելիս ու գտնելիս։ Խոստանում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ։ Որովհետև իրական եսս հավատում է քեզ։ Քեզնից չի վախենում, քեզնից չի վանում, քեզնից չի ամաչում։ Իրական եսս քեզ սիրելով է իրական թվում։ Խոստանում եմ չդավաճանել մեզ, չեմ ասում քեզ, մեզ անգել։ Խոստանում եմ երազել։ Ու երազել ես ամեն ինչի սկիզբն է։ Հիմա պիտի երազեմ քո համար։ Խոստանում եմ կիսվել, որ հասկանալի լինեմ, դատարկվել, որ տանելի լինեմ, գրկեմ, որ տաքացնեմ ու տաք լինեմ, լացեմ, որ կենթանի լինեմ, ծիծաղեմ, որ լուսավոր լինեմ, սիրեմ, որ սիրով լի լինեմ։ Խոստանում եմ լինել, եթե անգամ թվում է, թե բացակայությունն է բուժելու։ Ինձ հազար բացակայություն անգամ քո մի ներկայության չափ չի բուժի։ Սիրում եմ քեզ, հրեշտակս։ Ես էլ քեզ եմ սիրում անսահման։
Ուզում եմ միայն լուսավոր օրեր ապրենք։ Ինձ ու քեզ անդադար ծիծաղ ապակասում։ Բարձր երաժշտություն, պար, ուրախություն։ Մենք իրար ամեն առավոտ պիտի ժպիտ խոստանանք։ Իմ ու քո սիրո բանաձևը պիտի բոլոր խնդիրների լուծումը լինի։ Ես քեզ սիրում եմ, Հենրի, անվերապահորեն, առանց կասկածի, առանց պատճառի, առանց վախի ու տագնապի։ Էլ չեմ ուզում կարոտեմ քեզ։ Խնդրում եմ, երբեք ինձ մենակ չթողես։ Առանց քեզ իմ առավոտն ու գիշերը նույն արժեքն են ունենում։ Բոլոր եղանակներն իրար են խառնվում ու ես չեմ հասցնում հասկանալ, թե ինչի համար եմ ապրում։ Արիել ոչ մի պարագայում հետ չնայենք։ Ապագայում իմ ու քո մասին ավելի ու ավելի սիրուն հեքիաթներ են լինելու։ Ես հավատում եմ դրանց։ Գիտեմ, դու էլ։ Վերջապես եկավ իմ ու քո ապրելու ժամանակը։ Շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել։ Ավակին չենք անելու։ Սպասելու ենք։ Ինչին ենք սպասելու։ Այդ նույնն է, որ երեխուն գցես արջի վանդակը ու սպասես, թե կուտի, թե չի ուտի։ Այդ ինձ շատ ես երեխուս սիրում, հա։ Բա ինչ անենք։ Բայց ես քեզնից շատ եմ պայքարում։ Սուտ է։ Սուտ չի։ Ավակին չենք անելու։ Սպասելու ենք, ոչինչ չեն կարող անել, ոչինչ։ Այդ անտեր գախնիկը կախված է մեր գլխավերևը։ Ուզում ես մեզ պատով տանք պատը մեր գլխներով։ Ոչինչ չեն կարող անել։ Վաղուց այդ իրավիճակը մեր ձեռքերում չի։ Անգելինաս գանձես, ոխր ոնչ եմ մտածում, ոնչ եմ պայքարում։ Բայց ոչինչ չեմ կարող անել։ Ալո։ Պարոն Շախունդ, շատ հրատապ գործ առաջացել կարտնանակ։ Լավ էլի անգել։ Արտնացի։ Չէ, Հերիքա քնես։ հերիք չի, Հերիքա։ հերիք չի, չէ։ Լավ։ Եթե դու հենց հիմա չարտնացար, վատ է լինելու։ Ոնց որ 2 տարեկան երեխա լինես։ Սոկա։ Չէ,
Սոկ չկա։ Դե տուր անգել։ Ապրես։ Փաստորեն դու առավոտները գոյություն չունես, Հենրի։ Ես ամի 10 րոպե սպասի։ Ուշքի կգամ։ Չնայած որ դու սենց համով բաներ ես սարքել։ Ու եկել ես ինձ արթնացնելու ես արդեն ուշքի եկա։ Դե դուր տենամ եք ինչ։ Ուժո։ Միշտ երազել եմ, որ կինս ինձ այսենց արթնացնի։ Լուրջ։ Բա դու։ Ես արդեն կերել եմ։ Լուրջ։ Առանց ի՞։ Քնած էիր։ Քիզ։ Ինչ շոթամը։ Լավ, այս Յանան էլ գնացել էր հարսանիք, թե չէինք իմանա ինչա կատարվում։ Շատ էր հետաքրքրում կարայր գնայիր։ Ինչ ինձով էր կանչել, որ չեմ գնացել։ Ուզում ես Աննայի ու Միքոյի վիդեոները ցույց տամ։ Բայց ասեմ, ես Անգելինայի շորս շատ սիրում եմ։ Արի։ Բարի լույս։ Բարի լույս, արի նստի։ Պապայի գործերը մի քիչ լավ չի, դրա համար լարվածա գնաց։ Դու ասա հələ տեսնեմ, այդ ինչի շուտ եկաք տուն։ Դե իրավիճակը գնալով ավելի էր թեժոնում։ Ու հաստատ կռիվ էր լինելու Արամի հետ, դրա համար էլ ճիշտ ժամանակին թողել դուրս ենք եկել։ Այդ որ ասում եմ դու իմ աչքի լույսն ես դառնում, չես հավատում, չէ՞։ Այնքան ես աչքիս լույսը, որ հիմա գնում եմ քեզ համար սուրճ պատրաստեմ, դու խմես։ Թե ես կդնեմ։ Ոչ, մայրիկը կդնի, դու նստի։ Մաման ես ասում սուրճը կբերի։ Չխմես չի կարելի քեզ։ Երեք շատ չես բարել։ Ինչի՞, չի կարել։ Յո, կյանքիդ մեծագույն սերը բանդումը։ Դու բարում ես, չես ամաչում։ Լսի, Էրիկա դու այդ թեմա շահարկես։ Նույնիսկ հետդ սուրճ խմել չի լինում։ Խիղճ արդո բանդում թանջվում է, այս դու փեշերդ բռնած բարում ես։ Բագրատ տղա կթողնեմ կգնամ։ Ճիշտն ասողի գլուխն ածակ։ Գնացել ես հարսանիք։ Բա մի հատ չես ասում։ Քո թանկ աղբերդ ուրա չկա։ Բունտ եմ անում չեմ բարում։ Վերջ։ Այդ տղա դու աննորմալ ես։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հենրի, մարդ ինչքան դժբախտ պիտի լինի, որ փոքր ժամանակից զոգաճին մամա ասած լինի։ Բա։ Քեզ նայ լավ է։ Ես աչքով եմ բռնել արդեն։ Հալա։ Արի ես տապեցի գլուխը կծախեմ։ Ես պետ ինչ ես վարը։ Հա դե պետ էլի թո վարվի։ Այդ իմ սխալն է, որ մանկուց քեզ չեմ սովորեցել, գոնե ծվածեղ անել իմանայիր։ Ոչինչ, հեսա հարսատ կգա ճոխ սեղաններ կգցի։ Ախպոր պես էլի ճոխ սեղաններ կգցի։ Լավ այս ծվածեղից կացիչը սողից կոտորվելու էինք։ Հələ տենակ ես մեկ ինչ վրոք դա։ Լավն է։ Իմ ու քո ճաշակները տարբեր են։ Վայ լավ էլի պապ ինչ ես ուզում, թող մի կտոր հաց ուտեմ գնամ էլի։ Այդ ինչ եմ ուզում, նստած զրուցում ենք էլի։ Մայիս բրտանք են արել, ծվածեր ես արել, ուտում ենք։ Չենք զրուցում, եք կռիվ ես մանգալի։ Իբր չգիտեմ, որ հեսա հաջորդ նախադասությունը Աննայով ես սկսելու։ Հազար ներողություն։ Այդ դու ես տառապում Աննայով։ Ամբողջ օրը Աննա։ Սա զտարել են գելես Աննա ես գովերքում։ Դե ապրես ինչ ասեմ։
Ես կշտացա, բարյախորժակ, գնացի։ Ու Տեղ, բապ, տեղ։ այդտեղ անջուն է լակո։ Հələ շունի։ Հենրի, մի բան կարամ հարցնամ։ Վստահ չեմ, որ ճիշտը կասես։ Խոստանում ես, որ անկեղծ կլինես։ Անգել։ Ուղղակի շատ երկար ժամանակ այն ձեզ հարց տանջում, բայց չգիտեմ ոնց ասեմ։ Արդեն վախացնում ես, ինչ է եղել։ Հենրի, խոստանում ես անկեղծ ես լինելու։ Մի հատ բուն թեմային անցի։ Դե լավ, իրականում մեր հանդիպման առաջին օրից ես ուզում եմ քեզ հարցնեմ, բայց չգիտեմ որտեղից սկսեմ, ոնց հարցնեմ, ոնց ճիշտ կլինի, բայց ուժերս հավաքել եմ, հարցնում եմ ու վերջ։ Ներվայնացնում ես, արդեն խոսա։ Դու ճագարիմիս ես դե վարազի։ Օր, սպասի, կատակ եմ անում։ Որ 2 տարեկան երեխա լինես։ Վա, ինչի տենց խառնվեցի իրար։ Չեմ խառնվել։ Ոքի նենց սկսեցիր խոսալ, իսկ բայց էլի լուրջ բան է եղել։ Կատակ եմ անում, որ մի քիչ ուրախ անցնի։ Ընդհանրապես խնդալու չէր անգել։ Որ դու ես հումորն անեիր, հիմա գետնին ընկած կչկչում էիր։ Լավ անցանք առաջ։ Նայ։ Անգել ես զենք հա կոչվում։ Հա։ Գնում ես ուսիդ։ Հա։ Ձիգ, շատ ձիգ պահում ես։ Նշանդ բռնում ես։ Ու ձգանը քաշում ես։ Պատկերացրիր ինչ եմ ասում։ Կուզես ես մի հատ կրակեմ, դու նայես ոնց եմ անում։ Ոնց որ սովորեցի։ Մի հատ դու ես պահի, այդ դուր ինձ։ Գոնե տուժ լիցքավորեմ։ Ես կամ։ Անգել։ Իսկ քեզնից պետք է զգուշ մնամ, հա, ոնց որ ես որտեղ ես ինձ սովորել։ Հենրի, դու դեռ այնքան բանի մասին պիտի իմանաս։ Ես քեզ տամ, քեզ բարի որս։ Մի քիչ կրակի պարապի, ես էլ գնամ աղբյուրից քո համար ջուր բերեմ։ Անփորձ մի երիտասարդի համար շատ տարօրինակ զգացում է, երբ իրեն բոլորովին մենակ է տեսնում աշխարհում։ Քնում ես, ես գիրք եմ կարդում, քո համար եմ կարդում, լսի։ Այ լավ էլի անգել կլինի քո համար կարդաս։ Չէ, չի լինի, լսի ասեցի։ Հոսանքով կտրված բոլոր տեսակի կապերից Հենրի Արտնացի։ Չես ուզում դու իմ տանջված կյանքից։ Ասեք մարդիկ երազում են, մեկը նստի իր համար գիրք կարդա, դու քնում ես։ Ախպեր կլինի ես չլինեմ այն չերազողներից շարքում։ Երազողների շարքում։ Չէ, չի լինի, Ջեյն Էյր ենք կարդում։ Այ աստված, որ մեղքիս համար։ Հա ինչ Ջեյն Էյրը ցրտին։ Լես գիրքը մի կողմ դիր։ Ես քեզ ավելի լավ պատմություն եմ պատմում։ Արի մոտիկ, արի։ Լսում եմ, հələ պատմի։ Պատմում եմ, ուշադիր լսի։ Հեսա կպատմեմ։ Ուրեմն։ Շատ լավ պատմություն էր։ Դուրս շատ եկավ։ Հələ դու էլ ես պատմությունը լսի։ Օխ, անգել։
Ես կարդամ, դու սենց հանես, հա? Դες Հա, դες դու ես։ Ես փախ, չես։